Արդյոք իշխանությունը բավարար ջանք գործադրում է Բաքվում պահվող գերիների ազատության համար։ Իմ կարծիքով համարյա ամեն ինչ ես բավարարված եմ իրանց քաղաքականություն վարելով եւ տեսնում եմ, որ շատ մեծ ջանքեր են վարում իրանց ազատելու համար։ Ամեն քայլերն են անում, հո ամեն քայլին մենք ծանոթ չենք։ Այն ինչ որ լսում ենք, տենում ենք որ արվում է։ Ադրբեջանի մուսուլմանների հետ կարելի է մի անգամից տենց հարցեր լուծել, չի կարելի։ Կան շահերը, դրսի մեծ պետությունների շահերը ամեն ձևի բզում են, չէ՞, նրանել են բզում, մեզ են բզում, դուք սուս մնացեք, դուք մի քիչ կես ռեզբա թույլատրեք կամ ձգեք, թողեն თუ աշխատեն, էլի։ Ես տենում ենք, չէ, ասենք, ահագին բաներ է արվում։ Իշխանությամբ դի թողեն գազանանոց է էսի։ Հոշոտում են իրար, չի կարելի։ Դի թողեն աշխատի, եթե դրել եք ղեկավար, թողեք դու աշխատի, արդյունքը չտենանք, բայց տենում ենք լիքը բաների արդյունք, դժվար է։ Էս ամեն ինչի մեջ, այդ գազանանոցի մեջ մարդը իրան պայում մի հատ պետություն պայ։ Իմ մի հատ ընտանիք մարդիկ չեն կարում նորմալ ղեկավար են իրանց ընտանիքը։ Ոչ մի բան էլ չի անում, եթե պետք է մեզ էլ կարող են տանի գերի։ Երևի չէ։ Դե որովհետև ինչքան վաղտա հեսա նստած են, այս մեր գերիները, արդեն ինչքան վաղտա, ահագին վաղտա։ Որ անեին լավ կլեր, բայց դե շատ մարդիկ կան, որ պետք է հելնեն։ Մտածում եմ այո։ Դե խորհրդակցում է արդ երկրում իշխանությունների, արդ երկրի իշխանությունների հետ։ Դա գիտեք ոնց շատ հեշտ հարց չի, հեշտ լուծվող հարց չի։ Մտածում եմ, որ կլուծվի այդ հարցը։ Բնականաբար, եթե իշխանությունը պետք է ձգտում ունենան, եթե հայ են, եթե հայ չեն ունենա, որովհետև խաղաղությունը չես կարող փոխել քո գերիների կամ քաղաքական իրավիճակի կամ տնտեսությանդ մեջ ինչ-որ բան զոհելու, որ նա լինի։ Պետք է արժանապատիվ դու լինես, որ կարողանաս պահանջես դիմացինից էլ որ քեզ հարգեն։ Ինձ թվում է ջանք գործադրում են, բայց արդյունքի չեն հասնում։ Մի քիչ ուժեղ մարդ չի մեր վարչապետը։ Մենքան աղբ կա, որ հասարակ քաղաքացին չի կարա դա վերլուծի, չի կարա զանազանի որտեղ է ճիշտը, այսինքն քաղաքականության հենք կա, չէ՞, այսինքն ամեն ինչը երկուստ է քաղաքականություն է, մեծ քաղաքականություն է, այն էլ կազմված, պատկերացնում եք, Ադրբեջանի հետ կախված իր հետևը այն ականջների, մեծ ականջների, այստեղ Ռուսաստան, այսինքն այս օրիենտացիաների մեջ այս քաղաքացին կարա պատասխանի ես ձեզ։ Զերո։ Դե որ ամեն անգամ որ խոսում են բաներն, ինչ-որ մի անգամ պետք է ասեն գերիների հարցը, խաղաղությունն է ուզում գնա, չէ՞։ Գոնե այդ հարցը պետք է բարձրացնի, առանց դրա ոնց կարա խաղաղություն լինել։ Չէ, ես չեմ լսել, որտեվ ես շատ եմ նայում այդ նորությունները, բաներ, ոչ մի անգամ չի լի։ Կամ այդ բանի ասած եմ, ինչա, նախագահ բանի, ազգային ժողովի նախագահ, Ալեն Սեմյոնի, կամ դրա ասած ինչա։ 5 րոպե հետո կան ադրբեջանցին, կամ դա չի հիշում, որ Բաքվում, Սումգայիթում դե հայերի վիճակը ոնց են, դե հայեր ապրում էին, չէ՞։ Հիմնարություն ասում, կամ այդ փողով բանակից ազատվելը։ В общем, շատ բան կարելի ասել, բայց պետք չէ։ В общем, տուֆտա բան են։ Ոչ մի բան չի անում։ Դե եթե աներ կազատվեին մարդիկ, հա։ Ինձ թվում է անտարբերություն է, մեկը մեկի հանդեպ անտարբերություն է, ոչ մի բան չի անում։ Ինչքան շուտ անի, այնքան շատ լավ կլինի։ Ոչ մի բան էլ չի անում։ Ոչ մի բան, խեղճ ու կրակ տանջվում են, մեղք չեն այդ մարդիկ բան։ Չէ, չի անում, ոչ մի բան չի անում։ Ոչ, մինչև հիմա ոչ մի բան չեն արել։ Ինչով կարանք, որ ինչ սպասելիքներ ունենք, որ մի հատ էլ նորից իրան քայլեր կանեն։ Ընդհակառակը ավելի վատ բաներ են անում։ Այո, ես տես եմ մտածում, որ բավարար քայլեր բան ձեռնարկում են, որ գնում են, ասենք, որ հանդիպում են ունենում տարբեր երկրներում, այդ հարցը շոշափում են բան, եւ որ մենակ Հայաստանի բանով պետք է ինչ պիտի անի Հայաստանը։ Երևի աշխատում է, ոնց կարող է չանի։ Չմիգուցե կան հարցեր, որ պետք չի մասսայական հայտարարել, ես չգիտեմ։ Բայց որ այն ինչ որ մի բան արվում է։ Դժվար է ասել էլ, այդտեղից կողքնայա որ ինչ գիտես ինչ է կատարվում, համաշխարհային մասշտաբով, ամեն մասշտաբով։ Խոսալով չի էլի, դա կարող է մարդը մի բան խոսա, բայց չկարողանա անի։ Սա դրան կապված է ավելի վերին մակարդակների հետ։ Իհարկե ոչ։ Ըստ ինձ ընդհանրապես ոչ մի բավարար քայլ չի անում Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու։ Հակառակը վարվում է այդ հակառակ քաղաքականությունը, քանի որ ես անկեղծ մարդ եմ, անկեղծ իմ կարծիքը ասում եմ։
Նիկոլ Փաշինյանի պես ղեկավար Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետքա չունենա։ Բայց քանի որ միամիտ էին, բոլորը ոչ ես դե նախարար գիտեի, ստացան են ինչ որ ստացան։ Դե թող հիմա ժողովուրդը ոտքի կանգնի, ոնց որ տարեն ստացրել են, հենց էլ սիրուն հանի։ Նախկինների հետ միասին։